Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 6։ Սրա համար ասիր Իսրայելի տանը, այսպես է ասում Տեր Եհովան, դարձի եկեք և ետ դարձեք ձեր կուռքերիցը և ձեր բոլոր պղծություններիցը ետ դարձրեք ձեր երեսները։ Եզեկիել 14:6 խոսք։ Նույնիսկ լավագույն մարդիկ, առավել ևս չարերը, չեն կարող մեղքի անապատի իրավասու դատավորներ լինել։ Ավաղ, մենք կույր ենք և կողմնակալ։ Դուք երբեք լիովին չեք հասկանա մեղքը, մինչև լիովին չհասկանաք մեղքի չարիքը, և դուք երբեք լիովին չեք հասկանա մեղքի չարիքը, մինչև լիովին չհասկանաք առաջին, հոգու գերազանցությունը, որը այն աղավաղում է, երկրորդ, սրբության գերազանցությունը, որը այն ոչնչացնում է, երրորդ, փառքի բանականությունն ու գերազանցությունը, որը այն խախտում է, չորրորդ, փառքի գերազանցությունը, որը այն արհամարհում է, հինգերորդ, բանականության գերազանցությունն ու դերը, որոնք այն ոտնակոխ է անում, և վեցերորդ, մինչև դուք չգիտակցեք Աստծո անսահման գերազանցությունը, ամենակարողությունը և սրբությունը, որի դեմ այն ուղղված է։ Երբ այս ամենը լիովին հասկանաք, այն ժամանակ լիովին կգիտակցեք մեղքի անապատը։ Բացի այդ, դուք գիտեք, որ հանցագործը չափազանց կողմնակալ է օրենքը կամ դատավորի որոշումը արդարորեն դատելու համար։ Մենք դատում ենք զգացմունքներով, որոնք կուրացնում են մեր բանականությունը։ Մենք դա տեսնում ենք անգամ առօրյա աշխարհիկ գործերում, որ մարդկանց մեծ մասը արդար է համարում այն գործը, որը իրենն է, և անարդար այն ամենը, որ իր դեմ է ուղղված։ Եվ նույնիսկ եթե ամենաիմաստուն կամ ամենաարդար ընկերները համոզեն նրանց հակառակը, միևնույն է, ապարդյուն է դա։ Սակավաթիվ են այն մանուկները, որոնք չեն խորհում, թե հայրնանգութ է կամ խստասիրտ իրենց հանդեպ, երբ նա մտրակում է նրանց։ Հազիվ թե գտնվի մի այնպիսի նողկալի սրիկա, որը չկարծի, թե եկեղեցին անարդար է վարվում իր հետ, երբ իրեն հեռացնում է եկեղեցուց։ Եվ դժվար թե լինի մի գող կամ մարդասպան, որին կախաղան են բարձրացնում, և նա չմեղադրի օրենքն ու դատավորին դաժանության մեջ, գործածելով դա իր շահերը պաշտպանելու համար։